Մոսկվայի հանրահայտ Շաբլովկա փողոցում գտնվող Երևան ռեստորանը որպես հայերի բիզնես դիտարկելուց առաջ նպատակահարմար կլիներ հասկանալ նրա նշանակությունը, ազգային խոհանոցի, մշակույթի և հայկական հյուրընկալության կանոններն այլազգիներին մատուցելու առումով։ Աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերն այստեղ կարող են ոչ միայն համտեսել մեր հող ու ջրի համեղ ուտեստները, այլև ծանոթանալ մեր հայտնի հայրենակիցներին, վայելել հայկական բնապատկերներն ու դուդուկի հնչյունները։ Иностранцы, французы будут, англичане, американцы, немцы, они часто к нам приходят, очень любят душевный звук дудука. Есть такая река в Армении, вот красота вот этого ущелья и вот такая вот, как говорится, разнообразие, оно соединяет в человеке. Хочешь, чувствуй себя в Армении, хочешь в таком мегаполисе, но все равно ты находишься в Երևանի։ Մենեջեր հանդիսավար Արծվին Ավասարդյանը ներկայացնում է Երևանի սրահներն ու VIP առանձնասենյակները, որոնցից յուրաքանչյուրում ներկայացված է հայկական մի բնապատկեր կամ ինչ-որ ցուցանմուշ։ Այցելուները նախընտրում են Թավշե, Ամառային և Արարատ սրահները։ Հետաքրքիր է հատկապես սպայական սրահը, որտեղ երկու ժողովուրդների հերոսական էջերի բարեկամության, հյուրընկալության մի ամբողջ պատմություն է ներկայացված։ Исаков Иван Степанович и маршал бронетанковых войск, то есть все рода войск, которые были представлены, это именно те люди, которыми мы гордимся. Главный победитель вот, в войне 41-45 годов, Великой Отечественной войне, и самые известные Василевский, Кузнецов, адмирал флота, Тимошенко и Рокоссовский. Հինգհարկանի այս համալիրը հազարավոր այցելուներ է ունեցել։ Հայազգի մշակութային գործիչներ, մարզաշխարհի, շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Բոլորին թվել հնարավոր չէ, այնպես որ որևէ մեկին չառանձնացնենք։ Միայն նշենք այլազգի հյուրերից մեկին, մարտաֆիլմերի հանրահայտ դերասան Չակ Նորիսին, որին հիացրել է հայկական խոհանոցը, եւ նա իր տպավորություններով կիսվել է պատվավոր հյուրերի գրքում։ Чак Норрис единственный раз был в Москве и был у нас. Получилось так, что вы знаете хорошо, что Чак Норрис, естественно, человек такого ранга, почти весь мир объездил, и который попробовал от китайской, да я не знаю, какой самый известнейший, самых распространенных кухонь, ему больше всего понравилась именно кухня наша. Частым нашим гостем является Евгений Ваганович Петросян. Я хотел бы сказать, что Вячеслав Добрынин, это те представители армянского народа, которые добились больших высот в России на поприще музыки, юмора. Каждый из них, он приходит сюда как в дом, он не приходит как в ресторан, а именно приходит домой. Это в память о том, что они здесь отмечали свои дни рождения, юбилеи, праздники, чествования. Խոհարար Հայկ Պողոսյանը դասեր է քաղել ֆրանսիացի պրոֆեսիոնալներից, չկա բառը նա երբևէ չի արտաբերում, փորձում է բավարարել ամենակմահաճ հաճախորդի պահանջն անգամ։ Ունենք կանաչ շպինատով ճաշեղեն, մեր հայկական սպասը, խաշլամա, հայկական խորովածները մեր, թոների գար ունենք, լեռնականի չանախի ունենք, չանախ։ Քյալա չունենք, բայց պատրաստում ենք։ Որ ուզում ենք, եթե ուզում են պատրաստում ենք։ Ճաշացանկը բնականաբար սկսվում է հայկական կերակրատեսակներով, աղցաններ, քյուֆթա, թոնրի խորոված միս, իշխան ձկնատեսակ, չանախ եւ այլն։ Կարելի է ճաշակել նաեւ եվրոպական եւ ռուսական խոհանոցի ուտեստներ, սակայն ամեն դեպքում ավելի շատ պատվիրում են հայկականը։ Միսն էլ Հայաստանից կանաչին, մեր պամիդոր, ռուսներն են շատ են սիրում այս սալատը։ Համալիրի շքեղ ոսկե սրահը միաժամանակ կարող է ընդունել միանգամից 200 այցելու։ Այստեղ անցկացվում են մասսայական միջոցառումներ։ Տեղաբնակ հայերի կողմից ընդունված հանդիսասրահ է, քանի որ ինչպես Արծվին Ավասարդյանն է նշում, ամուսնական կյանքի մեկնարկային ճանապարհի փորձված հաջողակ վայր է։ Недавно была свадьба, еще вот сердечко осталось, да, как бы не успели убрать. Да, армянская свадьба. Хотя, я скажу, в процентном соотношении, наверное, 50 на 50. Если чуть больше, может быть, и русские свадьбы проводятся. Как говорится, Господь свидетель, разводов не бывает. Потому что мы знаем, вот
Поженились, на следующий год где-то примерно в это время уже отмечать день рождения ребенка. Ուրախ անմիջական միջավայրում ամուսնական զույգեր են կազմում, բարեկամական եւ գործարար կապեր ստեղծվում, սակայն Մոսկովյան Երևանն առաջին հերթին մեր հայրենակիցների հավաքատեղին է, որտեղ իր արմատներից հեռացած հայն անգամ հպարտորեն խոստովանում է, բարձրաձայնում իր հոր կամ մոր ազգանվան յան վերջավորության մասին։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Գալանյուզ, Մոսկվա։